աջակցման մասով, միայն որպեսզի տպավորություն չլինի, թե ես միայն ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորների խոսույթին եմ արձագանքում, պարոն Գարիկ Սարգսյան, խնդրում եմ այսուհետ կանանց մասին խոսելիս եւ իրենց խոսակցություն նկարագրելիս չասել ճվճվ կանայք, որովհետեւ շատ հաճախ ճվճվում են տղամարդիկ, խոսքը մնում է կանանց հետ, ածականը։ Ես առաջարկում եմ առհասարակ բառերի ընտրություն չպայմանավորել սերով։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական ինտեգրման գործընթացին, հարգելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ լռություն, հարգելի գործընկերներ, լռություն։ Շատերը գիտեն, մեզ հետևող փորձագետներ նույնպես գիտեն, եվրոպական ինտեգրման գործընթացը չի ավարտվում եվրոպական միության անդամակցության։ Կան մի շարք եվրոպական ԵՄ անդամպետություններ, որոնք շարունակում են եվրոպական ինտեգրման գործընթացը, որովհետև դա չվերջացող մինչև այս պահը գործընթաց է, որտեղ որ դիրեկտիվների պահանջով տնտեսությունները ուրեմն մոտարկվում են, օրենսդրությունը մոտարկվում է եւ ուրեմն ճիշտ չէ ասել, որ եվրոպական ինտեգրման հանգրվանը եվրոպական միության անդամակցությունն է։ Եվ որ մենք ասում ենք, որ մեզ մոտ կասկած է առաջանում, թե ինչու է ուժեղ Հայաստան խմբակցությունը ընտրել այս հանձնաժողովը, այս կասկածը էլ ավելի է խորանում եւ որ մենք լսում ենք արդեն երկրորդ տեխնացուին։ Նախ մեղմ ասած չի պատկերացնում տեխնացուն ինչի մասին է եվրոպական ինտեգրումը, ինչպիսի առաքելություններ կան Հայաստանում, ինչպիսի առաքելությունների մաս կարող է լինել Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ վստահ եմ, որ եթե պարոն Կարապետյանը լսելիս լիներ տեխնացուին, երբ որ տեխնացուն ասեց, որ կողմ է միանալ եվրոպական միության առաքելություններին, այդ պահին արագ SMS կստանար, որում գրված կլիներ բացառությամբ Ուկրաինայում առաքելությանը։ Եվ պարոն Հարությունյան, քանի որ արդեն խոսք եք տվել, որ Եվրամիության բոլոր դիտորդական առաքելություններին կողմ եք, եւ որ պահը գա խորհրդարանի կողմից համաձայնության տալու նման առաքելությանը, ես ակնկալում եմ, որ նաեւ Ուկրաինայում օրինակ է թե ինչ որ պահի քննարկում լինի նման առաքելության տեղակայմանը, դուք համապատասխան ձեր խոստմանը կողմ կքվեարկեք։ Պարոն Կարապետյան, դուք նաև նիստերի դալիճում չէիք, հակառակ դեպքում Տիկին Ղաղրամանյանին վստահաբար կասեիք, որ Հայաստանի Հանրապետությունը չունի ասոցիացման համաձայնագիր Եվրամիության հետ, ցավոք սրտի, իդեպ մեր իրավապայմանագրային հիմքը ՍԵՊԱ-ն է, որի կիրարկումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովը արդեն փաստել է, որ դրա 60%-ը արդեն կիրարկված է։ Պարոն Կարապետյան, դուք նաև այս նիստերի դալիճում չէիք, թե չէ հաստատ Տիկին Ղաղրամանյանին նաև SMS կգրեիք, որ Եվրամիության անդամակցությունը հացի հերթ չի, որովհետև ամեն անգամ գալիս այնպես եք նկարագրում, որ երկրները հերթում կանգնած են, դե միջև Հայաստանի հերթը գա, ուզում եմ ասել, որ Եվրոպական միության անդամակցությունը բլոկերով իրանց կողմից փաթեթների կատարումն է եւ օրինակ մենք հիմա ականատես ենք լինում, որ Ալբանիան, որ Սերբիայից կարար կասկած լիներ, որ հետ կընկնի, բայց իր կիրարկումը ապահովում է շատ ավելի արագ, քան Սերբիան։ Եվ չի բացառվում, որ ինչ-որ մի պահի Հայաստանը կարող է առաջ ընկնել, օրինակ մեր տարածաշրջանային երկրներից Վրաստանից, որովհետև ասում եմ էլի, սա հացի հերթ չի, որ երկրներն սենց հերթով ուրեմն վաճառեն կամ համաձայնեն այս գործընթացի մաս դառնալը։ Մյուս մեր անհանգստությունը գալիս է ոչ թե ձեր տեխնացուների ընտրությունից, այլ ձեր տեխնացուների խոսույթից եւ այստեղ հարց է առաջանում։ Իսկ կարող է դուք այս հանձնաժողովը ընտրել եք ոչ թե որպեսզի նպաստեք ինտեգրման գործընթացին, այլ վերահսկեք, որպեսզի Հայաստանը հանկարծ ինչ որ փուլից ձեր կողմից ընդունելի փուլից առաջ չանցնի։ Օրինակ, եթե ես անկեղծորեն ասեմ, ես կարծում եմ, որ դուք ընտրել եք այս հանձնաժողովը, որպեսզի հետևեք գործընթացին եւ հանկարծ այնպես չստացվի, որ հայտի ներկայացման պահին դուք ձեր այլ գործընկերներին դրա մասին ասած չլինեք, չփորձելով կանխարգելել այս գործընթացը։ Որովհետև ես ձեր տեխնացուների պատասխաններից հասկանում եմ, որ նույնիսկ հիբրիդային պատերազմ ասելու պարագայում դուք իրանց արագ ասում եք, որ մի ասեք հիբրիդային պատերազմ։ Էլ չասեմ, որ այս մարդիկ տեխնացուները ամենայն հարգանքով, նույնիսկ Ռուսաստան բառն են չեն կարողանում այս կոնտեքստում արտաբերել։ Չեն կարող ասել, այո, հիբրիդային սպառնալիքները այս տեղեկատվական կոնտեքստում գալիս էին Ռուսաստանից։ Այս բարդ նախադասություն չէ։ Ես ասեմ դրանից անդին։ Օրինակ, ես կասկած ունեմ, որ դուք նայել եք Արայայի հարցումները, որտեղ որ մեր բնակչության 52%-ը կողմ է եվրոպական ինտեգրմանը եւ մտածել եք պոպուլար թեմա վերցնենք, մենք ցույց տանք, որ մենք ենք առաջ տանում։
Բայց միաժամանակ դուք եթե այդ առայայի հարցումները նայում եք, դուք պետք է նկատեք, որ մեր քաղաքացիները միամիտ չեն։ Իրենք որպես երրորդ սպառնալիք Ադրբեջանից եւ Թուրքիայից հետո նշել են Ռուսաստանը։ Մեր քաղաքացիներ գնահատում են, որ Հայաստանի Հանրապետության անվտանգային սպառնալիքները Թուրքիայից եւ Ադրբեջանից անդին գալիս են Ռուսաստանից։ Եվ սա առաջին անգամն է, որ հարցումներում երբևէ արված Ռուսաստանը դիտարկվել է որպես անվտանգային սպառնալիք։ Հիմա ինձ հետաքրքիր է դուք որպես եվրոպական ինտեգրման գործընթացի ջահը վերցրած քաղաքական ուժ խորհրդարանում գալու եւ խոսելու եք մեր քաղաքացիների հետ անկեղծ այս սպառնալիքների մասին։ Ասում եմ դուք այս ամբիոնից չեք կարողանում ասել հիբրիդային սպառնալիքները գալիս էին Ռուսաստանից։ Ուկրաինան Եվրոմիության անդամակցության թեկնածու է եւ այս դրամաբանության մեջ դուք պետք է շատ նորմալ ընդունեք Զելենսկու այցը, որովհետեւ եթե դուք եվրոպական ինտեգրման հանձնաժողովն եք վերցրել, դուք չեք կարող այս դիրքորոշման առաջ գնալ։ Ուրեմն գալիս է իմ այն դիրքորոշումը, որ դուք ընտրել եք այս հանձնաժողովը, որպեսզի հանկարծ հայտ չներկայացվի եւ դուք ունենաք դրա նկատմամբ ամբողջ վերահսկողությունը։ Դուք որովհետեւ ասում եք մենք ընտրել ենք սա վերահսկողական գործառույթի համար եւ դուք ուզում եք հանկարծ որևէ բան առանց տեղեկատվության տեղի չունենա։ Էսա հակառակ դեպքում ես չեմ կարող գտնել ինքս իմ ներսում բացատրություններ, ինչու ձեր երկու տեխնացուները ամենամինիմալ մտքերը չեն կարողանում այստեղ արտաբերել։ Դուք ունեք այդ բացատրությունը։ Պարոն Հարություն Հարությունյանը չկարողացավ անվանել երկրորդ առաքելության անվանումը։ Մարդ, ով ուզում է ղեկավարել այս հանձնաժողովը, առնվազն բազային գիտելիք պետք է ունենա նրա համար, որպեսզի առաջ տանի այդ օրակարգը։ Այո, ասում եք դիվերսիֆիկացիա։ Դիվերսիֆիկացիան էլ եմ ասում, հնարավոր է ավելի խորացնել DCFTA ունենալով։ Ես երկու տեխնացուներին այս հարցը տվել եմ DCFTA-ի մասին։ Եվ թույլ տվեք ասել, որ քանի որ ձեր փոխկապակցվածությունը հարաբետականի հետ շատ ուժեղ է, սցենարը կրկնվելու ախր դուք ճպտում եք, բայց մենք 13 թվականը անցել ենք։ Սերժ Սարգսյանը չի ստորագրել ասոցիացիան համաձայնագիրը։ Սերժ Սարգսյանը ձեր պես գալիս եւ ասում էր, նույնիսկ չէր ասում 5 տարի, Ժորժ ջան, հա, ջերմուկի շիշ է, Վահագն Արսենյան, հետո։ Ես դες հիմա բովանդակություն եմ ասում, դուք ինձ ինչ եք պատասխանում։ Սա ի ցույց է դնում ձեր անլուրջ վերաբերմունքը։ Ես անուններից չեմ վախում։ Ես Մեսրոպ Մանուկյանի հետ պատրաստվում եմ գնալ դատախազություն։ Ժորժ ջան, չեք կարող մեզ այս ամեն ինչը տենց գալիս ասում եք, ձեզ թվում է մենք ինչ որ մեկին մեր թիմից պահելու ենք, եթե նա կոռուպցիայով զբաղվի։ Ես հիմա ձեզ ուղիղ հարց եմ տալի, մի շիշը ցուրտ տվեք։ Ես ասում եմ, դուք անում եք լրիվ նույնը։ Սերժ Սարգսյանը ես այդ ժամանակ ԱԳՆ-ում ստաժոր եմ։ Այսօրվա պես Զորիկ Մնացականյանի դեմքը հիշում եմ։ 5 տարի այդ մարդը բանակցել է։ Շավարժ Քոչյանը հարցազրույցներ է տվել այս թեմայով։ Բացատրել է, թե ինչու է ԵԱՏՄ անդամակցությունը անտրամաբանական։ Դրան, եթե չեմ սխալվում, էլի մարդ Տիգրան Սարգսյանը փոխվարչապետ։ Հսկական հոդվածներ կան, որ միջից պահը չեն ջնջվել, կան։ Այս մարդիկ ասել են, որ ասոցիացիան համաձայնագրի հետևից գնալու ենք։ ԵԱՏՄ անդամակցությունը անտրամաբանական է։ Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը որոշում է կայացնում եւ ասոցիացիումից մնում է ՍԵՊ-ան։ Հիմա ես դες ուղիղ հարց եմ տալիս։ Մենք ՍԵՊ-ի կիրարկումն ապահովում ենք։ Որն է ձեր դիրքորոշումը DCFTA-ի վերաբերյալ։ Կներեք անգլերեն եմ անդադասում ազատ առևտրի համաձայնագիր։